ունենք երկու խախտում, աջ հարվածը խաչմերուկում և կայանման խախտումը, ստեղ, համեցեք նորից։ Ռոբերտ Խաչատրյանը գործնական քննությունը ի տարբերություն տեսականի առաջին անգամից չհաջողեց։ Նրա պես շատերը դժվարությամբ են հաղթահարում այս փուլը լարվածության, երբեմն նույնիսկ ոչ լիարժեք պատրաստ լինելու պատճառով։ Վստահեցնում է երկրորդ անգամ կստացվի։ Սխալը ինձանից եկավ, կայանում ժամանակ սխալ եմ կայանում կատարել, այդքանն էր, մնաց հաջորդ անգամ։ Վարորդական վկայական ստանալու որակավորման գործնական քննությունն անցկացվում է տեսախցիկներով հագեցած ավտոմեքենաներով։ Շարժիչը գործարկելուն պես դրանք սկսում են աշխատել։ Հետագա շահարկումներից խուսափելու, քննությունն առավել թափանցիկ դարձնելու համար է ներդրվել նոր համակարգը։ Նման տեսանկարող սարքերի տեսագրությունները հետագայում կարող են օգտագործվել վարչական և դատական կարգերով բողոքարկումների շրջանակներում քննվող վարույթներում։ Մի շարք դեպքերում տեսական քննությունը հանձնելուց հետո գործնականից կտրվում են, իսկ հաջորդ հնարավորությունից միայն ամիսներ անց կարող են օգտվել։ Եթե մեկ տարվա ընթացքում չես հասցնում հանձնել թե տեսականը և թե գործնականը, ստիպված է սկսել զրոյից։ Նոր կարգավորմամբ, եթե նախկինում վարորդական քննությունից բացասական ստանալու դեպքում անհրաժեշտ էր տևական ժամանակ սպասել, ապա այժմ հնարավոր է քննությունը վերահանձնել օրերի ընթացքում հավելյալ վճարի դիմաց։ Առաջին անգամ բացասական հանձնելուց հետո հաջորդ աշխատանքային օրը կամ երրորդ աշխատանքային օրը վճարում կատարելով հավելյալ, իսկ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական քննության դեպքում օրենքով հստակ կարգավորված է որոշումներով, իրավական նորմերով 7-րդ աշխատանքային օրը։ Սյունիքում ակտիվությունը հենց այս փոփոխությամբ է պայմանավորված։ Մարզի հաշվառման քննական բաժնի պետը նշում է, ծառայությունների մատուցման ժամկետն է կրճատվել, հերթերը պակասել։ Դիմումների ու քննություն հանձնողների թիվը վերջին մեկ տարում հասել է շուրջ 3000-ի։ Եվ տեսական քննությանը, և գործնական քննությանը ունենում ենք մասնակիցներից թվային պատկերով եթե վերլուծենք մոտ 35-40% արդյունք գործնական վարման մասով, իսկ տեսականի մասով, գիտելիքների ստուգման առաջին փուլի մասով որոշակի ավելի բարձր է դրականը, մասնակիցների մոտավորապես 60-70%-ը երբեմն ունենում ենք դրական արդյունք։ Որակավորման տեսական քննությունների մասնակիցների առումով եմ նշում։ Վերջին տարիներին ազգային վարորդական իրավունք ձեռք բերելու գործում առավել ակտիվ են կանայք։ Միջին վիճակագրությամբ գործնական շեմը հաղթահարում են հիմնականում երրորդ փորձից հետո։ Անձնական որակներից է կախված բացառապես և տեսական քննության արդյունքները, և գործնական քննության արդյունքները, և չունենք որևէ սահմանափակում, քաղաքացին առաջին անգամ դրական կստանա, թե որակները, վարման հմտությունները թույլ կտա և օրենսդրական, և վարորդային խախտումներ, և միգուցե հաջողի երրորդ փորձից, չորրորդ փորձից, չունենք որևէ սահմանափակում, ոչ առաջին անգամ դրական արձանագրելու և ոչ էլ 6-րդ անգամ։ Մեր օրերում մեքենա վարելը ամենապահանջված հմտություններից է, իսկ կարգապահ վարորդ լինելը պարտադիր պայման։ Կապանում գործող ավտոդպրոցներ կան, որոնց մատուցած ծառայությունների շնորհիվ քաղաքացիներն առավել հեշտությամբ են հաղթահարում տեսական և գործնական քննությունների դժվարությունները։ Լիլիթը առաջին փորձը ձախողելուց հետո դիմել է նրանց օգնությանը։ Տեսականը արդեն ձեռք են բերել, հիմա արդեն գործնականի երկրորդ քննությունն է։ Առաջինը կտրվել է, շուտ է հանձնել, իսկ հիմա արդեն տեղյակ եմ, որ տեսախցիկներ են, տեսաձայնագրվում են մեր մեքենաները, մի քիչ ճիշտ է կաշկանդվում եմ այդ պրոցեսից, բայց թվում է ամեն ինչ նորմալ կլինի։ Տեսական դասընթացները օգնում են բացառել թեստերի մեխանիկական յուրացումը, շեշտը դնելով գործնական պարապմունքների վրա։ Ընդհանուր գործընթացը անգամ գործնականի հետ միասին մի ամսու կես, այսինքն 40-45 օրում դուք կստանաք վարորդական իրավունք։ Դուք պատրաստ կլինեք վարորդական իրավունք ստանալու համար։ Չնայած կան քաղաքացիներ, ովքեր դիմում են միայն գործնականի համար, սակայն դասընթացավարը շեշտում է, առանց տեսական գիտելիքների դժվար է հատկապես սկսնակների համար։ Կա հիվանդություն դալտոնիզմ, երբ որ գույները չեն տարբերում։ Այդ դա արդեն մի քիչ այլ տարբերակ է, եւ
Ցավալի է, որ գալիս են ստեղ նոր ստեղեր են հայտնաբերում, որ իրանք գույները տարբերում են, թե ոչ։ Իսկ այն մնացածը կախված է միանշանակ իրան յուրաքանչյուր մարդու ունակություններից եւ մեր վարորդ հրանգիչներից եւ մեզանից միանշանակ մենք ձգտում ենք պատրաստ եք լիարժեք վարորդներ։ Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են, ոչ եղանակը, ոչ էլ տեսախցիկի արկայությունը խոչընդոտ չեն։ Եթե դու կարգապահ վարորդ ես, ապա քննություն հանձնելը դժվար չի լինի։ Նարեխ Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։